Ստեյցիան այսօր հարցաքննվեց Վարդան գործով խնդրու առարկա ժամանակահատվածում որպես փոխքաղաքապետ աշխատած Գագիկ Մանուկյանը, որում մեկ էական հանգամանք հաստատվեց, վերահաստատվեց, որ քաղաքապետը չի հանդիսանում այն մասնագետը, որ կարող էր ամենայն մանրամասնությամբ ճշտել կամ պարտավոր էր ամենայն մանրամասնությամբ ճշտել, թե հողակտորը կամ դրա մի հատվածը կամ դրա մի կտորը արդյոք հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանափակված վաճառք-արգելված հողակտորների շարքում դասվում է, թե չի դասվում, սա մեկ, եւ երկրորդը այսօրվա վկան եւս մեկ անգամ հաստատեց, որ երբևէ Վարդան Ղուկասյանը իրեն կամ այլ անձի չի դիմել խնդրանքով, հորդորով կողմ պահանջով, որպեսզի համապատասխան անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող որևէ տվյալ ներկայացվի։ Ավելին, Վարդան Ղուկասյանի հորդորը պահանջը միշտ եղել է այն, որ օրենքի պահանջներին ուշադիր լինել եւ այդ հարցերը հանկարծ բացատրողի վիճակում չթողնել։ Անկամ օրինակ վերեց, որ ստորագրել են։ Անկամ ասում է փաստաթուղթ է կազմել, որով աշխատողները այդ պարտավորությունը ստանձնել են։ Ստորագրություն։ Այո, իրենց ստորագրությամբ ստանձնել են այդ պարտավորությունը, որ չպետք է շրջանցել օրենքի որևէ կարգավորում։ Հետևաբար այս պայմաններում հաջորդի վկաները ցուցմունքներն էլ մենք կլսենք, թե ով ինչ կասի, հետևաբար այս պայմաններում իշքան ընթանում է դատաքննությունը, իմ կարծում եմ բոլորի համար վերահաստատում այն փաստը, որ այս քերական գործի մեջ չկա քերաիրավական իմաստով որևէ խախտում։ Այս քերական գործի մեջ ըստ էության կա այլ շարժան։ Նախորդ դատական նիստում, եթե չեմ սխալվում, դուք միջնորդել եք, որպեսզի խափանման միջոցը փոխեն պարոն Վարդան Ղուկասյանի։ Այո, ըստ էության մենք նույնիսկ խնդրել ենք ավելի խստացնել խափանման միջոցը, քանի որ բացակայելու արգելքը ավելի թույլ խափանման միջոց է, եւ այսօր դատարանը գրավ կիրառեց, դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար լինելու պայմանավորված համայնքի շահերից բխող անհրաժեշտություն է առաջանում գործողումների մեկնելու։ Բացառապես այդ նպատակն է հետապնդում այսօրվա մեր միջնորդությանը, որը նախորդ նիստին ենք ներկայացել, եւ ըստ էության դատարանը բավարարեց եւ որպես խափանման միջոց կիրառեց գրավը։